Պարոն Աբովյան, մինչ այս քննարկման օրակարգին անդրադառնամ, կխնդրեի խոսեիք Գյումրու ընտրությունների մասին, որովհետև հիմա դա է քննարկումների ծիրում, ինչ ցույց տվեց Գյումրին եւ ինչպիսի զարգացումներ պիտի կանխատեսել։ Զարգացումների մասով մի քիչ դժվար է այս պահին ինչ-որ բաներ ասել, բայց կարելի է փաստել երկու հանգամանք։ Իշխանությունը պարտվեց, ոչ թե պարտվեց, այլ իշխանությունը ըստ էության առերեսվեց իրական, իրանք շատ են սիրում, չէ՞, իրական բառը, իրական վերաբերմունքին մարդկանց կողմից, այն սարսափելի ադմինիստրատիվ ռեսուրսը, որը կիրառվեց ընտրությունների ժամանակ, ակնհայտորեն ցույց տվեց, որ այսօր իշխանության կողմից առաջ մղվող թեզերը իրենք ըստ էության մերժվում են հասարակության կողմից, սկսած այսպես կոչված իրական Հայաստան, Արցախը փնովել, Արցախայությանը կպնել, մենք ականատես ենք այդ անթույլատրելի եւ սարսափելի ուղղակի իրականում սարսափելի արտահայտություններին, որոնք թույլ էին իրենց տալիս իշխանության ներկայացուցիչները։ Եվ այս պարագայում պետք է փաստել հետևյալը. այո, իշխանությունը ըստ էության առերեսվեց իրականության հետ, իրենց քայլերի մասով այս պարագայում կդժվարանամ ինչ-որ կանխատեսումներ անել, բայց այն, որ հասարակությունը շարժվում է դեպի առողջացման, բոլոր գործընթացների, դա արդեն ակնհայտ է։ Պարոն Աբովյան, ես նաև կցանկանայի անդրադառնալ հարցին, արդյոք այս ընտրությունները, տեղական մարմինների ընտրությունները հնարավոր է դառնան համապետական գործընթացներ դուրս գալով տեղական ֆորմատից։ Տեսեք, շատ լեգիտիմ հարց եք տալիս, մի կողմից թիմը մենք հասկանում ենք ինքը միշտ տեղական խնդիրների շուրջը կուտակված, բայց մյուս կողմից անհերքելի է նաև այն փաստը, որ բազմաթիվ շատ քաղաքացիներ, որքան էլ տեղական ինչ-որ գործընթացների մեջ տապակվելուց լինեն, դիտարկում են Գյումրիում տեղի ունեցող գործընթացները համահայկական կոնտեքստում։ Եվ օրինակ իշխանության կողմից վիրավորական արտահայտությունները օրինակ Արցախի մասով, չեմ ուզում հիմա վերարտադրել, շատ ակնհայտ ցույց տվեց, որ այո, մարդիկ չեն ընդունում դա, այդ տեսակետը եւ մարդիկ այս ընտրություններով ըստ էության բողոքի ձայնը բարձրացրեցին բոլոր այն իշխանական նարատիվներին, որոնցով իշխանությունը աշխատում է այս վերջին տարիների ընթացքում։ Շնորհակալություն։